Արցախի ներկայացուցչությունը շուրջ 5 միլիարդ դրամ է պարտք արցախցիներին։ Բռնի տեղահանված մոտ 22,000 մարդ չի ստացել աշխատավարձերը, հարձակման նպաստներն ու վերջնահաշվարկները։ Պատճառն այն է, որ Հայաստանը սառեցրել է Արցախի անունով բացված բոլոր պետական հաշիվները։ Պետական կառավարման համակարգեր, ուժային, կրթություն, մշակույթ, բոլոր, այսինքն այն ոլորտները, որ աշխատավարձ են ստանում պետական հիմնարկներից։ Եվ այդ մասով, վերջնահաշվարկի մասով գոյացել է մոտ 5 միլիարդ պարտք։ Դա ամբողջությամբ ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, բռնի տեղանից հետո, եւ դա մարդու իրավունքների խախտում է, որ անձինք աշխատել են, մարդիկ աշխատել են եւ պետք է այդ վերջնահաշվարկը տրամադրվի։ Մաղավուսի համայնքապետարանի աշխատակից Յանա Դանիելյանը չի ստացել 347,000 դրամ վերջնահաշվարկը, բայց նա միակը չէ։ Իր եւ իրենց հարևան համայնքի պետական այլ աշխատողներ եւս ունեն այս խնդիրը։ Մաղավուզի գյուղ համայնքը եւ ակումբը միասին 1,561,827 դրամ։ Իսկ Վարնկաթաղի համայնքը ակումբի աշխատողների հետ միասին 824,350 դրամ։ Յանան 2023-ի բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ պետական աշխատողների նման գնացել է ներկայացուցչություն, ստացել սեպտեմբերի աշխատավարձը մասամբ, իսկ վերջնահաշվարկների համար կրկին հրավիրվել ներկայացուցչության շենք ու ողջ օրը ոտքի վրա հաշվարկներ արել։ Հաշվարկներ արեցինք, լրիվ ներկայացրեցինք հայտը ու ասեցին, որ կկանչենք բանկից գումարները ստանալ։ Փաստորեն մինչև բանկ բոլոր գործողությունները արված է։ Նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ արված ստուգված հայտերը մեր Մարտակերտի Գանձապետարանի աշխատողները նախարարության աշխատողների հետ միասին մեր հայտերը ստուգել են, ընդունել ու ասել, որ պետք է ձեզ տեղեկացնենք, երբ մոտենաք Արցախ բանկից ստանալ։ Դրանից հետո գործը կանգնել է, հաշիվները սառեցվել են։ Արցախի բյուջեում այս պահին այդքան մեծ գումար չկա, ազգային ժողովի նախագահն է ասում։ Բլոկադայի օրերին Արցախի տնտեսությունը փլուզվել էր, չնայած Հայաստանը 13,5 միլիարդ տոկոս վարկ տրամադրեց Արցախին, բայց հետո մի կլորիկ գումար էլ հետ գանձեց մարելու Հայաստանի բանկերում վարկ ունեցող այն արցախցիների պարտքերը, որոնք կորցրել էին իրենց գույքը 2020-ի պատերազմի ընթացքում։ Բլոկադայի արդյունքում ունենք 50 միլիարդի դեֆիցիտ։ Եվ այստեղ հասկանում ենք, որ միակ գումարը եկամուտների մասով այն, որ պետք է գոյանար, Հայաստանից պետք է լիներ։ Հայաստանի Հանրապետությունը այդ 2023 թվականի ամբողջ ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 135 միլիարդ գումար տրամադրել է, բայց 52 եւ ավել միլիարդ գումար վերցրել են այդ գումարը, որը տրամադրվել է Արցախին եւ տրամադրվել է Հայաստանի բանկերի պարտքերի մարման համար։ Արցախի ներկայացուցչությունն ու բնակիչները բազմիցս են դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրի լուծման ակնկալիքով։ Պատասխանը սակայն նույնն է, խնդիրը Հայաստանի կառավարության տիրույթում չէ։ Այս պատասխանն է ստացել նաև Յանան։ Ես փախստական եմ, ասում է, այս պահին իմ պահանջը Հայաստանի կառավարությունից չէ։ Պիտի ինչ-որ ընդհանուր բան արվի, որպեսզի ներկայացնի Հայաստանի կառավարությունը, այդ բոլորը պիտի անեն Արցախի ներկայացությունը, ազգային ժողովը։ Արցախի ազգային ժողովի նախագահը հիշեցնում է, Արցախի բյուջեն երկու մասով էր ձևավորվում, որի մի զգալի մասը Հայաստանի բյուջեով էր հաստատվում, կառավարության կողմից։ Իրենք չնայած բազմաթիվ մերժումներին ու խուսափողական պատասխաններին պատրաստ են երկխոսության։ Հեշտ է ասել, որ մենք դա մեր տիրույթում չի, սառեցվածա կամ սառեցվածը մեր չի, չէ, դուք էլ ունեք ձեր պարտավորությունը եւ պետք է նստել, քննարկել, ինչպես ենք այս հարցերի լուծումները տալիս, որովհետեւ դրանք բաց են, մեր համար, մեր ժողովուրդը մեզ դիմում է, մենք այդ հարցերը մետեողական ենք, մենք հասկանում ենք, որ պետք է այդ հարցերի լուծումները տրվի։ Դանիելյանը միջազգային իրավունքն է մեջբերում։ Պետության տարածքի կորուստը չի նշանակում, որ Արցախի Հանրապետությունը չկա։ Ասում է, իրենք պայքարում են իրավական եղանակով։ Թե ինչ է արվում եւ ինչպես կհանգուցալուծվի հարցը, Դանիելյանը նախընտրեց գործընթացից հետո առանձին հայտարարություն անել։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։